Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ մեր սիրելի եւ հարգարժան Բագրատ Սրբազյանի ծննդյան տարեդարձը Հարգարժան դատարան, նայեք, այս միջնորդությունը, որ նոր հանգամանքի այդեք է, դե բնականաբար իմ փաստաբանական թիմի այդ միջնորդությունը արել է, որ ինձանից կարգված լիներ որոշումը ես կայացնեի, բնականաբար այդ միջնորդությունը չի անի, բայց փաստաբանական թիմի իմ ընկերները որոշել են որ անեն, որտեղ ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխվել։ Այն կարծիքս, որ արտահայտել են, որ այս դատարանում արտահայտություն չկա, արդարադատություն չկա, որ այս դատարանում որոշումները կայացում են կառավարության շենքից, շնորհակալություն հայտնելով ձեզ, ասեմ, որ անցյալ Սրբազանի կալանքի նիստին դուք հաստատեցիք, որ մեր այս 10 ամսվա այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։ Ամսի 14-ին երբ իմ փաստաբան Մինասյանը ներկայացրեց միջնորդությունը, որ դուք որոշեցիք, որ այդ միջնորդությունը պետք է քննարկվի այսօր, իմ համար արդեն պարզ դարձավ, որ այսօր եք դուք քննարկում անում, որ ընդհանուր կալանքի միջնորդության հետ լավատես լինելով որոշում կկայացնեք, ասեք Արթուր Սարգսյանը ազատության մեջ կլինի հունիսի 8-ից հետո եւ մարդիկ կասեն պարոն Վարդոյանը Արթուր Սարգսյանին թողեց։ Դա պարզ է, հիմա էլ թողեք, ամսի 8-ին էլ թողեք, մի տարի հետո էլ թողեք, այդ որոշումները իմ համար ազատ չունեն, որտեղ այս որոշումների մեջ արդարադատություն չկա։ Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի մեջ, մինիմում, որտեղ ասել եմ հունիսի 7-ին ընտրությունները, բայց տեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ մեր մեղադրողներն ասում են իհարկե նվազել է, բայց Սարգսյան արդյոք պիտի մնա կալանքի մեջ։ Ուզում եմ հասկանամ, այս 10 ամիսով ուզում եմ հասկանամ, այս ինչ են կարել, որ նվազել է։ Ասեք, ես ինչ բան արել եմ, իմ ռիսկը նվազել է, ինչ են կարել, որ նվազել է։ 10 ամիսա տեղ հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթեց, մենք կարդարացնենք, արժանապատվությունը չհաղթվեց, մենք կդարձնենք։ Սա է իրականությունը, որտեղ ստեղ արդարադատություն չկա։ Մենք երկրում կարդարացնենք, ինչպես Սրբազանային ասել։ Ուրեմն հստակ ընտրական օրենսգիրքը տալիս է, որ թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններ։ Հիմա այդ հավասար պայմանները պարտավոր են ապահովվել։ Եթե դա չի լինում, ուրեմն չպետք է թողել, որ ես ունենք թեկնածու։ Հստակ ընտրական օրենսգիրքը տալիս է, որ թեկնածուները պետք է ունենան հավասար իրավունքներ, բայց այսօր ես Իգոր Սարգսյանը մյուս 100, 500, 1000 թեկնածուների հետ համեմատած մենք չունենք հավասար պայմաններ, որտեղ մարդիկ իրականացնում են քարոզարշավ, մենք չենք կարող իրականացնել քարոզարշավ։ Այսօր սահմանափակված է իմ ընտրվելու իրավունքը, սահմանափակված է իմ սիրելի ժողովրդի, իմ հարգարժան ցինեցիների եւ իմ արժանապատիվ սիսյանցիների իմ շփումը։ Հարգարժան եւ արժանապատիվ սիսյանցիներ։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ ես հասկացա, որ Սյունիք-Սիսիան կապան ճանապարհը պետք է զիջվի թշնամուն, երբ դուրս եկա պայքարելու այդ շարքի իշխանությունների դեմ, եւ ասում է, որ ժողովուրդ, հեսա թուրքը կարող է նստի իշխանասարի գլխի, դու գալիս եք ասում եք, պարոն քաղաքապետ, մենք է շատ ենք սիրում, բայց քեզ դուրս եկեք մեր վարչապետի դեմ, սենց բան չի կարող անի, դու քաղաքական նկատառումների ջերմերով սենց բաներ ես խոսում։ Եկան թուրքերը ոչ միայն նստել են իշխանասարի գլխին, այլ նստել են մեր գլխին, ժողովուրդ ջան։
սիրելի սիսյանցիներ, սիրելի սյունեցիներ, ասում եմ ձեզ, հունիսի 7-ին եթե չարքի իշխանությունները մնացին, Սյունի չենք ունենալու, հետո չասեք, բայց որտեղից գիտեիք։ Ես բոլորից կոչ եմ անում, արժանապատվություն դրսևորեք, թացի բարեք, հունիսի 7-ին ընտրեք համարտաճոտի և մերժեք այս չարքի իշխանությունները։